Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, տունն էի, առավոտյան այդպես 7-ի ժամը 7-ի կողմերը, առաջին պայթյունները, որ լսվեց, արթնացանք մեր տնից, ոնց որ երևում էր այդ ծուխը, մեր տունը քանի որ քաղաքի վերևի հատվածում է գտնվում, միանգամից հասկացա, որ ինչ-որ այլ բան չէ, էլի կոնկրետ պատերազմը։ Սկզբից ես ոչ թե որպես լուսանկարիչ, այլ ուղղակի գնացի ներկայացա զինկոմիսարիատ ռազմաճակատ մեկնելու համար։ Հետո արդեն Արցախի կառավարությունից զանգ ստացա մեկնելուց երևի չգիտեմ մի 10-15 րոպե առաջ մինչև բոլորը հավաքվեն։ Ասացին, որ երկրի նախագահն ականչում։ Հետո արդեն ինձ ասացին, որ պիտի տեղեկատվական Արցախի տեղեկատվական շտաբի համար ֆոտոներ անես, չգիտենք ինչքան է տևելու, բայց այստեղ եղիր, որ առաջին հերթին այդ ավերվածություններ, բան քաղաքում եւ շրջկենտրոններում ինչ տեղի ունենա, որպեսզի հնարավորինս հասցնես լուսանկարես եւ այդպես սկսվեց արդեն։ Իմ գործառույթի մեջ, այսպես ասած, չէր մտնում հանրապես ռազմաճակատ մեկները, որովհետև ես մասնագիտությամբ էլ ոչ ֆոտոլարագրող էի ժամանակ, ոչ ուղղակի այդպես, քանի որ Արցախում ինչ տեղի է ունենում, բոլորը գիտեն, որ ես նկարում եմ, երևի դրա համար կանչեցին եւ վստահում էին, բայց եթե ես այդ ժամանակ լինեի, ասենք մասնագիտությամբ հենց ֆոտոլարագրող եւ զբաղվեի հենց այդ գործով, վստահաբար ավելի շատ բան կարողանայի անել։ Տեղեր կար, որ ուղղակի թույլ չէին տալիս, այսինքն թույլ էին տալիս հենց տվյալ մասնագիտության տեր մարդկանց։ Անգամ դեպքեր են եղել, երբ ես հեռախոսս անջատում էի, նոր էի գնում, որ անգամ սկի նախագահ չիմանա կամ չգիտեմ այդ կառավարությունից, տեղեկատվական շտաբից ոչ ոք չիմանա ես որտեղ եմ։ Առաջին հերթին ես ուզում եի այդ նկարներով իրենց այդ հոգին ցույց տալ, ուժը ցույց տալ, որ այդ մարդիկ թե ինչպես են կռվում, պայքարում եւ փառք Աստծո ես ինչքան հասցրել եմ լինել իրենց մոտ առաջնագծում, չեմ տեսել, ասենք, չգիտեմ ինչ որ ընկճվածություն եւ այլն եւ հենց այդ էլ փորձում էի ցույց տալ իմ լուսանկարների միջոցով եւ այսօր երբ հետադարձ հայացքով նայում եմ այդ լուսանկարներին, հիմնականում ժպտացող տղաներ են եւ ցավոք որոշները այսօր չկան։ Արցախում այդ օրերին տրամադրությունը, գիտեք, համ ծանր էր, օրինակ, եթե իմ վրա ասեմ, առաջին օրերին, երբ սկսվեց պատերազմը, այդ առաջին մի քանի օր անընդհատ սպասում էի, որ դա հակավարտվի, հաշվի առնելով, որ ապրիլյան պատերազմը կարճ տևեց, մի քանի օր տևեց, ու հետո ճիշտ է շարունակվում էր այդ լարված վիճակը եւ այլն, բայց մտածում էինք, որ կհայտարարվի, որ ավարտվել է ռազմական գործողությունները, բայց ամեն օր այդ արդեն Ստեփանակերտի ռմբակոծության հետևանքները տեսնելով, զոհերը տեսնելով, հասկանում էի ինչ է կատարվում։ Բոլորը այսպես լիահույս էին, որ ամեն ինչ լավ է լինելու, այսինքն տրամադրությունները միշտ տեսել են, որ բարձր են մարդկանց տրամադրությունները, հա վստահաբար դե կային մարդիկ, որ իրենց երեխաները, իրենց որդիները ռազմաճակատում էին, բարձրավոր այդ մարդիկ անհանգիստ էին, բայց ընդհանուր առումով այդպես բոլորի մոտ ինչ որ հույս կար, վստահություն կար, որ ամեն ինչ դեպի լավն է գնալու, որ հաղթելու ենք բառը, որ հիմա շատ դժվար է անգամ արտաբերել, ինչ այդ ժամանակ անդադ տարածվում էր, այդ հույսը կար, որ իրոք հաղթելու ենք, բայց ցավոք սրտի հետո տեսանք այն ինչ եղավ։ Մի հատ լուսանկար կա, այդպես հետո պատերազմից հետո տարածվեց այդ լուսանկարը, որպես վերնագրվեց, որպես ժպտացող հրետանավորը Նիկողոսյան Կոլա էր այդ տղայի անունը։ Երևի միակ լուսանկարներից այն քչերից մի հատն է, որտեղ զինվորը ուղիղ նայում էր տեսախցիկին եւ այդ ժամանակ էլ իրենք բան այսինքն կրակում էին հրետանիով անընդհատ, ուղղակի շատ մոտ էի այդ պահին, ասացի մի հատ ինձ նայի, խնդրում եմ ինձ նայի, ու այդպես նայեց, նկարեցի,
Ցավոք ինքն էլ հետո բարձրացեց, որ զոհվել էր, լուրերով տեսա, երբ պատերազմը արդեն ավարտվել էր, լուրերով տեսա, որ այդ տղայի մայրը պաշտպանության նախարարության շենքի մոտ այդ ծնողների հետ այն ժամանակ մայրը մտածում էր, որ իր տղան անհայտ կորացավ, այդպես տեսա ու հույս էի պահում, որ ասում էի Աստված գոնե ոնց որ կենթանի լինի էլի այդ տղան, որովհետև հենց այդ նույն լուսանկարն էր ձեռքին, այդ իմ արած լուսանկարը։ Դե հետո արդեն Եռաբլուրում տեսա այդ նույն լուսանկարը։ Ու էլ այդպես տղաներ կան, որ նկարել եմ։ Հույս ունենալով, որ պատերազմից հետո դեռ կհանդիպեմ, բայց Եռաբլուրում եմ տեսել այդ ֆոտոները։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ Մինչև լույսը բացվելը դեռ չէի ուզում հավատալ էլի այն ինչին որտեղ։ Անգամ ես տեսել եմ արդեն առավոտյան տղամարդիկ ծանր մարտերից եկած, չգիտեմ, շորերը կեղտոտ, արյունոտ բան ու այդ մարդիկ լացվում են։ Տարիքով մարդիկ արտասվում են այդ մարդիկ։ Ասում եմ, եթե ես չտեսնեի այդ որ միջև վերջին պահը Շուշիի համար մարդիկ փորձում էին կռիվ տալ։ Էլի ինչ որտեղ սպես կհասկանայի, բայց տեսնում էի, որ մարդիկ ուզում են կռվեն, ուզում են մի բան արած լինեն։ Բայց դե եղավ են ինչ եղավ էլի վերջում։ Այդ փաստը, որ արդեն ստորագրվեց, ես չեմ վախենում այդ բառից, այդ կապիտուլյացիան, որը որ ստորագրվել էր, փորձում էի դրանից հետո էլ ինչ-որ բաներ նկարեի, այսինքն այդ հետևանքները, տեղահանությունը, դատիվանքի բնակչության այդ տները, որ վառում էին, բայց չեմ նկարել ոչ մի բան։ Նոյեմբերի 9-ից հետո երկար ժամանակ չեմ նկարել։ Ուղղակի չէր ստացվում։ Հիմա եթե նայեմ որպես զուտ մասնագիտական առումով ավերագրողի աչքերով, ապա իհարկե շատ կուզենայի այդ ամեն ինչը ֆիքսել, բայց նաև չեմ փոշմանում։ Պատերազմը ավարտվելուց հետո, երբ որ արդեն իմացանք, որ պիտի այդ ռուս խաղապահները գան, տեղակայվեն եւ այլն, որ արդեն այսպես Ստեփանակերտը գտնվում էր կոպիտ ասած օղակի մեջ, մի քիչ այո, ծանր էր այդ որոշումը կայացնել, որ պիտի շարունակենք այդ պայմաններում ապրել, բայց գիտակցում էինք, որ մեր հողն է եւ ուղղակի չգիտեմ, ուրիշ տարբերակ չէր էլ քննարկվում։ Եկել ենք, ապրել ենք հույսով, որ անգամ ավելին ասեմ, ես իմ երեխան ժամանակին էս պատերազմի ժամանակ հղի էր եւ ծնվել էր ապրիլ ամսին, անդադ որպես հույս էի պահում, մանկական միամտությամբ էի այդ հույսը պահում, որ քանի որ մենք Շուշիում էինք պսակադրվել, ուզում էի անպայման երեխայիս մկրտությունը հենց Շուշիում տեղի ունենա եւ չեմ մկրտել երեխայիս այն հույսով, որ երբ էլ որ լինի այդ ժամանակ Շուշիում կմկրտվի։ Հետո երկրորդ երեխաս ծնվեց, Փառք Աստծո էլի Արցախում ծնվեց, էլի ասում էի սպասենք, դե հետո արդեն ամբողջությամբ Արցախը կորցրեցինք։ Kazi Christ
Հոկտեմբերի 23 կամ 24-ն էր արդեն, լավ չեմ հիշում, 18-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոս եկեղեցին թիրակոծել եւ մի քանի օր հետո հակադրություններ։ Չէ նախատեսում, որ շատ լրագրողներ կլինեն, այդպես մեծ լուսաբանում կստանա եւ այլն, անգամ խուսափում էինք դրանից, որովհետեւ մտածում էինք, որ կարող է դրա արդյունքում նաեւ էլի ինչ որ թիրակոծվի եկեղեցին եւ այլն։ Ասացինք շուտ մտնենք, բայց այնպես ստացեց, որ բոլորը իմացան այդ մասին, այդ հակադրության մասին եւ հավաքվեցին այնտեղ։ Հույս էր տալիս իրականում շատ մեծ ոգևորություն էր, որ այդ պայմաններում, այդ ավերված եկեղեցու մեջ ընտանիք է կազմվում։ Վստահաբար դա խոսվում էր հայի այդ ուժեղ տեսակ լինելու մասին, իր հողում ապրելու կամքի մասին։ Ասում էին նպատակը խորհուրդը նրա մեջ է, որ ցույց տանք աշխարհին, որ անգամ այս պայմաններում, այս ավերվածությունների մեջ մենք այս հողի կարճացենք եւ ուզում ենք այստեղ ապրենք ու պատերազմել չենք ուզում, ուղղակի ուզում ենք խաղաղ ապրենք։ Դե հիմա ինչպես ասում է, ուժեղն այլի ցավոք միշտ ճիշտ պիտի ուժեղ լինես, ժամանակ ճիշտ կլինես։